Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Պատերազմը հետաքրքիր բան է։ Ինքը ազգին եւ ժողովրդին միացնում է իրար։ Այն ժողովուրդը մտածում է, որ այս ոնց է լինելու եւ այլն։ Հանկարծ մեկ էլ ոտքի են կանգնում ու մեկ էլ լցվում են այնտեղ, ինքը իրան լավ է զգում։ Բայց հետո պատերազմը կանգ առնում, ինքը էլ գնում է իր ստոր քայլերին, ապրելու ձևին։ Ինքը գնում է այն մարդկանց մոտ, ովքեր որ մեր ազգի տականքն է, թեպետ որ հնարավորություն ունի, նա գնում է իր հովանու տակ, որ իր փոքրիկ հացը գողանալով վաստակի։ Պիտի մենք կարողանանք ասել, որ մենք սխալ ենք ապրում։ Մեր մեջ ուժ պիտի գտնենք։ Խնդիրը մահվան մեջ չի, մահ վախենալու խնդիր չի։ Խնդիրը այս բաներից ձերբազատվելն է, սա է վախենալու, որ մի օր մեզ կուտի։ Մի օր մեզ կուտի։ Ապրելու մեջ չի խնդիրը, արարելու մեջ է։ Ինչ ես արարում այդքան։ Թե չի ապրելը, այստեղ չապրես, այնտեղ կապրես։ Մեզ տրված, մեր ծնունդով տրված մեզ հասանելիքը, որ այս կյանքում մենք պիտի ապրենք, սրա մասին, այս արժեքի մասին է պետք մտածել, որ մենք գալիս ենք, մի բան պիտի թողնենք մեր երկրին, եւ լավը պիտի թողնենք։ Մենք տաղավարում հաճախ այս հարցը քննարկելիս անընդհատ բոլորը ասում են, որ ժողովուրդը պետք է, հասարակությունը պետք է, ազգը պետք է, եւ մեր ռադիոլսողները անընդհատ ասում են ամեն ինչ բարդում եք մեր վրա, ինչ եք ուզում սոված մարդուց, այսինքն երբ կարդում ես, չէ, տարբեր տեխնոլոգիաներ, ինչպես մարդուն հասցնել ինքնասպանության, ինչպես հասցնել հասարակագիտության առարկան, զուտ գիտնականների տեսանկյունից ես նայում, եւ այսինքն եթե ձեզ 10 կետից բաղկացած կա դասագրքում, ինչպես ձեր ասած ազգին վերածել ժողովրդի, հետո ինքը իր մասին մտածի, թողի գնա, ինչպես են սպառողական հասարակություն ձևավորում կամ գիտելիքահենք հասարակություն ձևավորում, եւ այսպես են մեր ռադիոլսողները ասում, որ մենք մեղավոր չենք, որ մենք այսպիսին ենք։ Ինչու եք անընդհատ մեղքը մեր վրա բարդում, ինչպես Նիցշեն է ասում, հասարակությունը ոչխարի հոտ է, ոչ թե այն պատճառով, որ ինտելեկտի նկատի ունի, այլ նկատի ունի կառավարելի է։ Հիմա մեր հասարակությունն էլ անընդհատ ինքն էլ այդ հարցն է տալիս, ռադիոլսողների հարցն է, իսկ մենք ինչպես փոխվենք, ինչ անենք մեխանիզմների մասին, չգիտեմ։ Ես կարծում եմ ցանկացած վատ պայմանները մարդուն չի ստիպում, որ ինքը դառնա վատ մարդ։ Եթե այդ մարդը իր մեջ ունի այդ լավը։ Հաղորդման ամբողջական տարբերակը հասանելի է միայն բաժանորդներին։ Բաժանորդագրության գործընթացը ձեզանից վայրկյաններ է խլելու։ Եթե հիմա մեր կայքում եք լրատվական.am-ում, ապա պարզապես սեղմեք բաժանորդագրվել կոճակը վերին աջ անկյունում։ Եթե YouTube-ում եք, մտեք խնդրեմ լրատվական.am/subscribe էջը, հղումը այս տեսանյութի տակ է նկարագրության մեջ։ Տարբերակ առաջին։ Ընտրեք 1 ամսվա, կես տարվա կամ 1 տարվա բաժանորդագրությունը, ապա սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Համակարգը կխնդրի ձեզ ներկայանալ։ Լրացրեք ձեր անունը կամ որևէ ծածկանուն, մուտքագրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ մի գաղտնաբար հորինեք ձեզ համար։ Հաստատեք, որ ծանոթացել եք բաժանորդագրության պայմաններին եւ սեղմեք գրանցվել կոճակը։ Համակարգը ձեր email-ին փոքրիկ նամակ կուղարկի։ Բացեք այն եւ սեղմեք նամակի միջի հղումը, որը կվերադարձնի ձեզ մեր կայք, ապա սեղմեք շարունակել բաժանորդագրությունը կոճակը։ Համակարգը կտեղափոխի ձեզ էլեկտրոնային քարտային փոխանցումների տիրույթ, որտեղ ձեր քարտից փոխանցեք համապատասխան վճարումը ճիշտ նույն կերպ, ինչպես էլեկտրոնային այլ գնումների դեպքում։ Եվ բարի դիտում եւ ունկնդրում։ Տարբերակ 2. Եթե բանկային քարտն օգտագործել չեք ուզում, e-banking-ով կամ ձեր մոտակա բանկից փոխանցեք գումար նահա այս բանկային հաշվին։ 1 ամսվա համար 990, կես տարվա համար 5500, 1 տարվա համար 8800 դրամ։ Սկրինշոթ արեք e-banking-ի վճարման անդորրագիրը, լուսանկարեք կամ սքանարեք բանկային չեկը, ընտրեք այդ JPEG ֆայլը բրաուզերի միջոցով, ապա սեղմեք ներբեռնել կոճակը։ Այստեղ էլ համակարգը կխնդրի ձեզ գրանցվել անուն, ազգանուն, email, որևէ գաղտնաբար եւ այլն։ Ու 24 ժամվա ընթացքում ձեր email-ին կուղարկի բաժանորդագրության ակտիվացման կոդը։ Տարբերակ 3. 24 ժամվա ընթացքում բաժանորդագրության կոդ ստանալու համար կարող եք նաև պարզապես ուղարկել փոխանցման JPEG-ը support@lratvakan.am հասցեով։ Տարբերակ 4.
Լրատվական ռադիոյի մուլտիմեդիա հարթակի բաժանորդագրային քարտերը վաճառվում են Հայփոստի Երևան քաղաքի բոլոր բաժանմունքներում։ Մտնում ենք լրատվական.am, սեղմում բաժանորդագրվել կոճակը, քարտի վրա զետեղված կոդը մուտքագրում ահա այստեղ, ապա սեղմում ակտիվացնել կոճակը։ Տարբերակ 5. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում եք, կարող եք օգտվել մեկօրյա SMS Express բաժանորդագրությունից։ Ուղարկեք 1065 թիվը 2500 համարով եւ ձեր համարին ստացեք պատասխան SMS-ը մեկօրյա բաժանորդագրության կոդով։ Մեկ SMS-ի արժեքը 220 դրամ է։ Ինչ են ստանում հայկական առաջին վճարովի լրատվամիջոցի բաժանորդները։ Որակյալ, տարբերվող, իրապես ազատ եւ անկողմնակալ մեդիա կոնտենտ, որն արտադրվում է հենց իրենց ֆինանսական օժանդակությամբ։ Ուստի զերծ է քաղաքական ու տնտեսական շահեր ներկայացնող զանազան խմբերի ազդեցությունից։ Ստանում է այդ կոնտենտը իր ուզած ժամին եւ իր ուզած ձևաչափով սպառելու հնարավորություն, դիտելու HD որակով, լսելու այն կամ ներբեռնելու աուդիո տարբերակները։ Եթե դեռ չունեք մեր մոբայլ հավելվածներն, ապա անպայման ներբեռնեք դրանք։ Համեցեք լրատվական.am/app եւ Android-ի եւ iOS-ի հղումներն այնտեղ են։ Եթե ինչ-որ բան բաց ենք թողել կամ բաժանորդագրվելուց առաջ լրացուցիչ հարցեր ունեք, զանգահարեք 011 28 0000 հեռախոսահամարով։ Եթե Հայաստանում չեք, +374 11 28 0000։ Վստահ եղեք, որ մեզ որևէ բան այդքան չի ուրախացնում, որքան ներկա եւ ապագա մեր բաժանորդների հետ շփումը։ Մենք միանգամայն հասկանում ենք, որ բաժանորդագրային վճարովի լրատվամիջոցի գաղափարը մեր երկրի համար մի փոքր նոր եւ անսովոր է, բայց եւ այնպես վստահ ենք, որ մենք իբրև ազգ ու հասարակություն այնքան հասուն ենք, որ լիովին գիտակցում ենք դրա անհրաժեշտությունը։ Իսկ հիմա մենք պատրաստվում ենք ձեր ժամանակից եւս մի քանի րոպե խնդրել, որpիսի վերջնականապես կարողանանք բացատրել, թե ինչու ենք ընտրել հենց այս մոդելը։ Օրվա ընթացքում մենք տերաբայտերով ինֆորմացիա ենք սպառում։ Բացարձակապես անվճար։ Իսկ երբևէ մտածել եք, թե ով է վճարում ձեր դիտած եւ ունկնդրած հաղորդումների կամ ընթերցած հոդվածների համար։ Չէ՞ որ ցանկացած բան, առավել եւս ինֆորմացիան, գին ունի։ Կան գովազդատուներ, որոնք իրենց խաբրանքը գովազդելով ոչ ուղղակիորեն վճարում են իրենց քաղաքական նպատակները տեղհասնելու համար։ Դա միշտ եղել է մոնետիկին աշխատավարձ տվողը ինքն էլ իր կարծիքը եւ կամքը թելադրում է հասարակությանը։ Այսօր ձեր փոխարեն վճարում են խոշոր գովազդատուները, մեծ բիզնեսը, որը մեր երկրում հաճախ նույն ինքը մեծ քաղաքականությունն է։ Դե լրատվամիջոցների մի մասն էլ, ինչպես գիտեք, հենց այդ նույն մարդկանց էլ պատկանում է։ Ձեր դիտած, ունկնդրած, ընթերցած մեդիա կոնտենտի համար վճարողների առնվազն մի մասին դուք անգամ երթուղայինում ձեր տեղը ստանալ թույլ չեք տա։ Եթե կա մի խոշոր գովազդատու կամ մի խոշոր քաղաքական կառույց, գործիչ, որը հիմնական ֆինանսավորողն է, ապա բնականաբար նա պետք է թելադրի իր ճշմարտությունը, ով վճարում է, նա էլ պատվիրում է։ Բայց սա ճշմարտության միայն մի մասն է, որովհետև այն ընթացքում, երբ դուք ուշադրությամբ սպառում եք առանց արքուվաճառքի բացարձակապես անվճար ձեզ հասած պրոդուկտը, հենց այդ պահին իրականում արքուվաճառք է տեղի ունենում։ Դուք իհարկե ոչինչ չեք գնում, գնում են ձեզ, որովհետև գովազդային բիզնես մոդելով գործող մեդիայի վաճառած ապրանքը լսարանն է, մարդիկ։ Օրինակ, X հեռարձակողը Y գովազդատուին Z գնով վաճառում է A քանակությամբ կին, B քանակությամբ տղամարդ, որոնց C% ունի բարձրագույն կրթություն, D% զբաղված է մասնավոր սեկտորում, իսկ E%-ն ասենք թոշակառուները։ Կարելի է իհարկե շարունակ դժգոհել լրատվամիջոցների որակից, բայց այս պարագայում բարձրաձայն արտահայտվելու ձեր իրավունքն էլ մի փոքր կասկածելի է։ Չէ՞ որ գնորդը դուք չեք։ Հակառակը ձեզ են գնում։ Գովազդը իր մեջ մի սպառնալիք ունի, նա քանակից է կախված։ Իսկ ակնհայտ է, որ բավականին տատարկաբան ֆիլմեր կարող է շատ ավելի մեծ քանակությամբ հանդիսատեսեր ունենան, քան լուրջ հաղորդումները, բայց սա չի նշանակում, որ պիտի անընդհատ ընթառաջ գնաս այդ քանակությանը եւ հաղորդումների որակը գցես։ Մի բան, որը ցավոք սրտի ավելի հաճախ նկատելի է։ Բայց սա էլ ամբողջ ճշմարտությունը չէ։ Իրականում ձեզ գնում են ձեր իսկ փողով։ Պետք է հասկանալ, որ գովազդատուն իր գրպանից չի տալիս այդ գովազդի գումարները։ Միևնույն է, վճարում է ընթերցողը։ Այն մարդը, որը այդ գովազդի երին է դառնում։ Տան համար առևտուր անելիս խանութում թողած ասենք 10,000 դրամից մոտավորապես 1500-ը լրատվամիջոցներինն է։ Արտադրողը կամ ներմուծողը այդ հավելավճարն ուղղակի գումարում է մեծածախ գնին, որպեսզի հետո այդ գումարով X հեռարձակողից գնի Y կրթությամբ Z տարիքի A քանակությամբ կին եւ տղամարդ։ Սա է։
Մենք լրատվամիջոցներս ոչ թե լավը չենք, այլ ձերը չենք, որովհետև հենվում ենք մարդկանց ու կազմակերպությունների վրա, որոնց շահերը միշտ չէ, որ համընկնում են ձեր շահերի հետ։ Եթե հնարավոր լինել Ստեղծել մոդել, երբ որ սպառող ուղղակիորեն կարողանար մասնակցել նաև ալիքի ուղղակի ֆինանսավորմանը, դա շատ ավելի արդար հարաբերություններ է ստեղծում եւ արանքից դուրս է գալիս ինչ որ մեկը, որը պարազիտություն է անում այդ համակարգի վրա։ Լրատվական ռադիոն ուզում է լինել ձեր լրատվամիջոցը, որտեղ վաճառող ապրանք հաճախորդ համակարգում լսարանը ոչ թե ապրանքն է, այլ հաճախորդը։ իմ հաղորդումները իրենց մեջ որոշակի քաղաքական երանգավորում ունեն։ Հետևաբար շատ կարևոր է ունենալ անկախ կարգավիճակ։ Անկախ կարգավիճակը տարբեր բաների վրա է խարսխվում, որոնցից մեկը նաև ֆինանսական անկախությունն է։ Բնականաբար բաժանորդագրային ձևը դրա ուղիներից մեկն է։ Հասարակական կարծիք ուսումնասիրելու փոխարեն մենք ուսումնասիրելու ենք բաժանորդային վճարների կառուցվածքը եւ ծրագրային քաղաքականությանը վերաբերող հետևություններն անելու ենք հենց այդ կառուցվածքից։ Գովազդային մոդելով աշխատող լրատվամիջոցի նպատակը գովազդատուին դուր գալն է։ Մենք ուզում ենք դուր գալ ձեզ։ Եվ դրանով իսկ ստեղծվում է ընտանիք, այսինքն համախումբ մարդկանց, որոնք կիսում են այդ լրատվամիջոցի գաղափարները։ Հասույթին 30%-ը ստանալու է ձեր դիտած հաղորդման հեղինակը, որպիսի ուղղի այն իր կարծիքով հասարակական ամենասուր խնդրի լուծմանը։ Ես այն Հայաստանը, որը վաղն է գալու։ Մենք ուզում ենք լինել այդ վաղվա Հայաստանի իրապես հանրային լրատվամիջոցը։ Արժեքավոր կոնտենտ, խոսքի ազատության սկզբունքորեն նոր մակարդակի երաշխիքներ եւ հասարակական խնդիրների ուղղակի լուծում։ Դառնալ վաղվա լրատվամիջոցը առանց վաղվա օրվան սպասելու։